Երևի 9 տարի հաստատ կա, որ եկեղեցի ենք հաճախում ու շապիկ ենք հագնում։ Փոքր էինք, տենց հետաքրքրություն էր, բարձրանանք, ինչ են անում, ոնց է լինում, հետո գնալով որ արդեն մեծացանք, նաև ոնց որ խորհուրդներ հասկացանք, թե իրոք հոգևոր իմաստով ինչ է դա իրանից ներկայացնում։ Այս ամռանը արդեն ես ու եղբայրս ձեռնադրվեցինք դպիր։ Դպրական ձեռնադրությունից հետո ոնց որ ավելի է բարձրանում պատասխանատվությունը, հետաքրքիր է դառնում քո ծառայությունը, ավելի շատ հնարավորություններ ես ունենում։ 3-4 տարի էլ արդեն մեր փոքր եղբայրն է մեր հետ շապիկ հագնում։ Մի քիչ մեծացավ, ոնց որ իրան էլ այդ նույն հարցը տվեցին կուզես, արդյոք ոնց որ շապիկ հագնես, դու էլ աղբերների հետ բարձրանաս խորան ու չմերժեց, հենց արդեն 3-ով ենք հաճախում ու բարձրանում։ Որ բարձրացա խորան, ինձ արդեն չէր հետաքրքրում, թե վարագույրները այն կողմից ինչ գույնի են, արդեն ոնց որ ես ուրիշ աշխարհ գնացած լինեի, շատ սիրուն էր ամեն ինչ։ Տենց ես սկսեցի արդեն ավելի լավ հասկանալ պատարագը ինչ է։ Շատ ուրախ էի, որ բարձրացել եմ խորան ու 3 աղբերներով խորանում ենք։ Յուրաքանչյուր եկեղեցու մեջ կարևորվում է ամեն մի անձի ներկայությունը։ Մենք սովորենք եկեղեցում հատկապես պատարագների կամ ծեսերի ժամանակ քահանայից, հոգևորականից բացի իր շուրջը տեսնել նաև այլ ծառայողների, որոնք տարբերվում են գեղեցիկ գունավոր հագուստներով, իրենց հավատքը նաև արտահայտում են եկեղեցում ծառայություն բերելով։ Ես տեսա ոնց իմ Հովանու Տիգրանը բարձրանում, ուզեցի բարձրանալ, դասից արկավակը ասեց, լավ դե սկսի պատարագին ուշադիր լինես, ու մի օր կբարձրանաս, դե տենց ես սկսեցի կամաց արդեն ճաղերի մոտ կանգնել, պատարագին հետևել, մի քանի շաբաթ հետո, որ արդեն շապիկը հագած ներքևը կանգնած էի, Դավիթ արկավակը ասեց, դե արի բարձրացի խորան, տենց է բարձրացա։ Այժմ և միշտ և ամենյաց, ավիտեից ամեն, վետ հակավորյացս մարաչությունս կեցավ։ Մենք արդեն ես Հովանեսը խորանի վրա համարյա ամեն ինչ մեր սպասավորական պարտավորություններից, պարտականություններից կարողանում ենք անել։ Արշավիրինն էլ փորձում է միշտ առաջինը լինի, ամենաառաջինը օրինակ մոմ բռնի, ամենաառաջինը բարձրանա խորան, ամենաառաջինը բուրվար իմանա, միշտ ասում է դուք այն տարեկանում ես, չգիտեմ, բուրվար իմացել, բուրվար գցել, ես ասում եմ, այսքան տարեկանում, ասում եմ, ես ուրեմն ավելի շուտ պիտի իմանամ, դու ինձ ասել ես պիտի եկող տարի սովորացնես, բան, հիմա ասում եմ, մի քիչ մեծանա, որ ինքը արդեն կսովորի։ Սերնբեր Հիսուս Քրիստոս, Հիսուս ինքև գիտած, եթե գալոց են ապշնակի։ Աղբերներս ինձ շատ են օգնում, ինչ-որ հարցեր ունեմ, աղբերներիս եմ դիմում, ինչ-որ բան եմ ուզում անեմ, աղբերներիս եմ հարցնում, անեմ, թե չէ։ Լինում էր, որ քննարկում էինք, օրինակի համար ինչ ինձ դուր եկավ, այդ առաջի այդ շրջանում էր, որ նոր էի բարձրացել, շատ էի գնում տուն ու շատ էի պատմում խորանի մասին, որովհետև հետաքրքիր էր այնտեղ ինձ։ Հասուն տարիքում եկեղեցի գալ եւ ծառայել թվում է թե ավելի բնական է եւ ավելի, այսինքն հասկանալի է։ Բայց ամենամեծ ուրախությունը տալիս են փոքրերը, ովքեր պարտաճանաչ կերպով, այսպես հասուն գիտակցությամբ գալիս են եւ արդեն տասնամյակների վաստակ ունեցող դպիրների կողքին փոքր եղբոր այսպես հանգամանքով, բայց գնահատված եւ կարեւորված փորձում են իրենց կարեւոր լուման ներդնել եկեղեցու պայծառության մեջ։ Տեր հայրերը իմ համար կարելի ասել էլի ընկերներ են, շատ մոտ ընկերներ, որ եթե ինչ-որ հարց եմ ունենում, տալիս եմ իրանց, եթե ուրիշներ չեն կարողանում պատասխանել։
Վառ օրինակը Արշավիրն է, ով կարող եմ ասել գրեթե ծնվել է եկեղեցում, քանի որ իր երկու ավագ եղբայրների հետ հաճախել է եկեղեցի, նրանք արդեն բազմամյա փորձ ունեցող դպիրներ են, Տիգրանը եւ Հովհաննեսը, եւ Արշավիրի երազանքն էր նաեւ խորան բարձրանալը։ Հակառակ իր փոքր տարիքին առանձնանում է իր ուշիմությամբ, իր հետաքրքրասիրությամբ, բազմակի անգամներ առիթ ենք ունեցել անձնապես խոսելու բնականաբար, իր հետաքրքրությունների շրջանակը անսահման է։ Ամեն ինչից պիտի տեղյակ լինի, իր հարցերը երբեմն մեզ ստիպում են նաև վերհիշենք մեր ուսանողական տարիներին սովորած գիտելիքները, որովհետև իր հարցերին պիտի հանգամանորեն պատասխան տանք։ Հակառակ դեպքում չենք ազատվի։ Շատ էի վախենում, որ կարող է ինչ-որ բան սխալ անեմ, որ առաջին անգամ կեռոնների բռնեմ, մտածում էի, որ ինչ-որ բան սխալ կասեմ կամ ինչ-որ երգելու ժամանակ սխալ բառ կասեմ ու պատարագը կփչանա, բայց այդ զգացողությունը սկսեց վերջանալ եւ արդեն ես կարողացա ավելի լավ երգեր ինչ-որ երգել։ Հավես, որ գրափարով եմ խոսում, ես շատ եմ լսել գրափարով հեքիաթներ, ու որ ես գնում էի դպրոցում, այտենց մի հատ տեղ կար, որտեղ մեր մոտ գրափարով էին կարդում հեքիաթները, ու դրա համար իմ մոտ սկսեց այդ գրափարը արդեն ավելի հեշտ ստացվել։ Իր փոքր տարիքի համեմատ ընթերցանության մեջ, հատկապես եկեղեցական կամ երգեցողությունների մեջ շատ հստակ կարողանում է արտահայտվել, երգել, հատկապես գրափարյան տեքստերի մեջ երբեմն լինում են այսպես խրթին հատվածներ արտասանության տեսանկյունից, որը Փառք Աստծո Արշավիրի մոտ դժվարություն չի հարուցում։ Իմ համար պատարագը ուղղակի ժամանցի վայր չի, իմ համար պատարագը այնց տեղ է, որտեղ ես կամ գնամ աղոթեմ Աստծուն ու ինչ-որ բան խնդրանքներ ունեմ, խնդրեմ, աղոթեմ ու նույնիսկ մեկ-մեկ մաման ասում է, որ ինքը չի գնում պատարագի, ասում է իմ տեղը կաղոթես, ես ասում եմ հա, ու տենց իմ համար շատ հավես է, մտերիմ է դա արդեն այդ եկեղեցու միջավայրը։ Ինչքան մեծացանք, այնքան հասկացանք, որ մեզնից տարիքով մեծ դպիրները ավելի շատ գործն ու նախապատրաստական լիքը բան էին անում, որը մենք այդ ժամանակ չէինք նկատում կամ չէինք կարող անել։ Հիմա արդեն ոնց որ այդ մեր հերթն է, էլի անելու, մենք ենք անում։ Մենք ենք ավելի փոքր շապիկի ահագնողների խորհուրդ տալի ուղղորդում, հա, արդեն մեր հերթն է գալիս քիչ-քիչ։ Աղոթքներով կամ մտքի մեջ ինչ-որ շարական երգելով, որ աշխատում ես ու գործ ես անում, ինքնին հանգստանում ես։ Մենք շաբաթը մեկ, որ գնում ենք այնտեղ փորձերի կամ պատարագին նախապատրաստվելու, այդ ոնց որ մի հատ առանձին տենց հանգստանալու օր լինի, հա, որ նվիրենք այդ օրը եկեղեցուն ու հնարավորինս մեծ օգուտ բերենք, հա։ Ոչ միայն 3 եղբայրներն են, այլ նաև իրենց ծնողները, պապիկը եւ լուսահոգի տատիկը, որը մեր ամենահին հավատացյալներից էր։ Ամբողջ ընտանիքը եկեղեցու Սուրբ կաթողիկե մեծ ընտանիքի անդամ է։ Եկեղեցին շատ ոնց որ հատկանիշներ է բերում առաջ, ավելի ամրապնդում է դրանք ու բացահայտում է, ոնց որ դրանք ունես դու կամ պիտի ավելի լավ անես, ճիշտ ուղուն է բերում էլի քեզ։ Փորձում ենք հա ավելի զիջող լինենք ու այդ օգնում է իրականում, որ եկեղեցի են գնում, շապիկ ենք հագնում, միմյանց օգնում ենք ու փորձում ենք նույնը տանը պահել, իրար օգնել, զիջել,
ամեն հարցերում ոնց որ իրար հետ լինել, մի բռունցք լինել։ Մենք ընդհանրապես եղբայրներով կենթանիներ ու բնություն շատ ենք սիրել, փոքր ժամանակվանից էլ ուզեցել ենք շուն պահենք, կատու պահենք, չգիտեմ, փողոցից ինչ-որ մի բան էինք բերում, հա։ Ու տենց մի անգամ մայրիկը ոնց որ իմացավ էս տեղի մասին, ամառային ճամբար բերեց, անհամբեր սպասում էինք ձմեռներով, գարուններով, մինչև ամառը գա, որ էլի գանք ճամբար, էլի գանք ձիերի մոտ, էլի գանք շների մոտ ու տենց մի հատ շատ հաճելի միջավայր էր էլի մեր համար սա։ Չենք ուզում այստեղից կտրվենք, մտածեցինք ինչ անենք, արդեն սկսեցինք ձիավարությամբ զբաղվել։ Խնամում ենք, կերակրում ենք, փորձում ենք վարժեցնել, սովորում ենք վարժեցնել, ամբողջությամբ փորձում ենք սովորել, որ իմանանք, հետո ինչ որտեղ նաև մեր հերթն է գա, մենք էլ ինչ որ բանով օգնենք, կարողանանք անենք էլի։ Տուն ա դառել այրուձին մեր համար, արդեն ամեն օր սպասում ենք, թե երբ ոնց որ հաջորդ օրը գալու այրուձի, որ մեր ճամբարի տարիքը անցավ, ոնց որ առաջարկեցին մենք մասնակցենք արդեն ճամբարի կազմակերպչական պատասխանատվության այդ ավելի մեծ բաժին էր, ձիերի հետ ազատ շփումը, այդ լրիվ ուրիշ աշխարհ փոխում են էլի մարդու ներաշխարհը։ Աշտարակն այրուձիով է արդեն մեզ ասոցացվում։ Ամեն մեկը իր յուրահատկությունով եկեղեցու մեջ, ինչպես որ մենք ենք հավատացյալների զարդ անվանում, հարստություն անվանում, իրենք այդ հարստության մեջ իրենց ուրույն ու կարևոր տեղ ունեն։